Պուրիտանները, ամենօրյա ընթերցանություն, Ռիչարդ Բաքստեր, օր հունվարի 8։ Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին ապաշխարության։ Ղուկաս 5:32 խոսք։ Եթե դուք լիովին չեք հավատում այս ճշմարտությանը, որ դուք կամ պետք է զղջաք կամ կործանվեք, կարծում եմ, որ դրա ծանրությունը պետք է որ ձեզ հանգիստ չթողնի։ Այն պետք է հետապնդի ձեզ մինչև դուք դարձի չգաք։ Եթե միայն մեկ անգամ լսեիք այս խոսքը հրեշտակի բերանից, պետք է ապաշխարես կամ դատապարտվես, կամ դարձ, կամ մահ։ Չէ՞ որ այն կմնար ձեր մտքում և կհետապնդեր ձեզ գիշեր և ցերեկ, որպեսզի մեղք գործելիս հիշեիք այն, կարծես ձայն, որը շարունակ ղողանջում է ձեր ականջներում, կամ դարձ, կամ մահ։ Ախ, որքան երջանիկ կլինեին ձեր հոգիները, եթե սա կարողանար այդպիսի ազդեցություն ունենալ ձեզ վրա և երբեք չմոռացվեր կամ չթողներ ձեզ խաղաղության մեջ, մինչև որ ձեր սիրտը Աստծուն չհասցներ։ Բայց եթե դուք մերժեք այն և տաք մոռացության կամ անհավատության, ապա այն չի կարող նպաստել ձեր դարձի գալուն և փրկությանը։ Բայց հորդորում եմ ձեզ, առեք այս խոսքը ձեր դառնության մեջ։ Թեև դուք կարող եք այն դուրս հանել ձեր մտքից, դուք չեք կարող այն դուրս հանել Աստվածաշնչից, բայց այնտեղ այն կմնա որպես հաստատված ճշմարտություն, որը դուք հավիտյան կիմանաք ձեր սեփական փորձից, որ այլ ճանապարհ չկա, քան դարձի գալը կամ մահանալը։ Ապա ի՞նչն է պատճառը, որ մեղավորների սրտերը չեն խոցվում այդպիսի ծանրակշիռ ճշմարտությամբ։ Կարելի էր մտածել, որ յուրաքանչյուր դարձի չեկած հոգի, լսելով այս խոսքերը, կխոցվի մինչև սրտի խորքը, մտածելով. «Սա իմ իսկ վիճակն է» և չի հանգստանա մինչև չապաշխարի։ Հավատացեք ինձ, այս քնկոտ անտարբերությունը երկար չի տևի։ Ապաշխարությունը և դատապարտումը բաներ են, որոնք արթնացնում են քնից։